524 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ դուք կարծիք էիք հայտնել, որ ձեր տպավորությամբ Հայաստանի իշխանությունը Եվրամիության պաշտոնյաների հետ քննարկումներ է անցկացնում ընտրություններին աջակցություն ստանալու համար։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը օրերս նշել է, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը օգնություն խնդրել, որպեսզի արտաքին միջամտությունը կանխի Հայաստանում։ Երբեք չի եղել, որ Հայաստանի իշխանությունը դիմի Եվրամիությանը։ Ինչ խնդիր է տեսնում իշխանությունը, ինչու ենք դիմել Եվրամիությանը եւ ինչպես կարող է նրանք օգնել մեզ։ Բանակցություն նախ ոչ այնքան падգամավորների, որքան հենց Եվրոպական միության պաշտոնյաների հետ, գործադիր իշխանության պաշտոնյաների հետ, հանձնակատարները, ղեկավարությունը, Եվրոպական խորհրդի նախագահը եւ այլն։ Եվ այս տեսանկյունից այդ օգնության ակնկալիքը նվազագույնը երկու հարց է լուծում իշխանության համար։ Մեկն այն, որ պարզապես փող է, որը հնարավոր է ծախսել ընտրությանը եւ այդ փողը ինչ որ իմաստով նաեւ կարող է ընտրակաշառքի դեր կատարել, որովհետեւ ինչ մեխանիզմով է գնալու այդ փողը։ Բնականաբար ուղղվելու է մեդիա տարածություն, տարբեր ոչ կառավարական կառույցներ, որոնք իհարկե լիովին լոյալ կլինեն իշխանությանը, եւ այդ կերպ մոտիվացված ինչ որ շրջանակներ մուլտիպլիկատիվ էֆեկտով դա դե ֆակտո ընտրակաշառքի տրամաբանության ենթակա ֆինանսական աջակցություն կլինի։ Ասում են ժողովրդավարությունն ենք պաշտպանում։ Դե ես որքան լսում եմ, այդքան էլ այդպես ժողովրդավարության պաշտպանելու մասին չեն խոսում, ինչքան Հայաստանը արտաքին միջամտություններից զերծ պահելու կամ չգիտեմ հիբրիդային հարձակումներից զերծ պահելու։ Այստեղ էլ շատ կարևոր է, մինչ այդ նշեմ նաև երկրորդ հանգամանքը, որ դա պարզապես քաղաքական գործարք է Եվրամիության հետ։ Այսինքն Եվրամիությունը փողը տալիս է այն պայմանի դիմաց, որ պաշտոնական Երևանն էլ լոյալ քաղաքականություն կվարի եվրոպական պատկերացումների կամ եվրոպական շահերի շրջանակում։ Հակավարեն թե ոչ, սա հարցի մյուս կողմն է, բայց գործարքի տրամաբանությունը ըստ էության սա է։ Եվ այստեղ նաև հենց դա է կարևոր, որ գործնականում ոչ թե ձևակերպվում է ժողովրդավարության պաշտպանության համար եւ այլն, թեպետ այստեղ նույնիսկ ձևակերպումների հարցը չէ, որովհետեւ դրանից տրամաբանությունը չէր փոխվելու, բայց նաև ուղիղ խոսակցություն է գնում այն մասին, որ հիբրիդային հարձակումներից, չգիտեմ, արտաքին միջամտությունից եւ այլն ավելի վաղ Ռուսաստանի անունն էին տվել, ասում են ապա տեղեկատվություն է տարածում եւ այլն եւ այլն։ Հիմա պետք է հասկանալ, իսկ ինչու ժողովրդավարություն հասկացությունը ավելի քիչ են օգտագործում եւ ավելի շատ այդ ձևակերպումները, որովհետեւ ժողովրդավարության մեջ կա շատ թե քիչ կոնկրետություն, այսինքն հետո այդ ձևակերպման դիմաց Հայաստանի հասարակությունն օրինակ կարող է ներկայացնել հարցեր։ Եթե Եվրամիությունը, եվրաչինովնիկները շատ խոսեն ժողովրդավարության պաշտպանության մասին, նրանց ավելի շատ հարցեր են ուղղվելու դիցուք Հայաստանում քաղաքական կյանքում իրավական լծակների կիրառման իմաստով, երբ մենք տեսնում ենք, որ մարդիկ ակնհայտորեն պարզապես իշխանությանը ոչ հաճո կարծիքներ բարձրաձայնելու համար կարող են ենթարկվել կալանքի կամ հետապնդման եւ հետապնդման այլ դրսևորումների։ Եվ այստեղ իհարկե, ինչպես նշեցի, ժողովրդավարության ձևակերպման օգտագործումը կամ հաճախակի օգտագործումը Եվրամիության համար ավելի մեծ պատասխանատվություն կենթադրի այդ բառերի համար։ Իսկ երբ օգտագործվում է արտաքին միջամտություն կանխել, ինչ որ հիբրիդային հարձակումներ, սրա տակ ինչ ասես կարող ես ասել։ Եվ հասկանում ենք, որ դիցուք Եվրամիությունը սրա տակ դիտարկում է հետևյալը, ընդամենը իր պայքարը Ռուսաստանի դեմ, բայց արդեն մի քիչ շատ ավելի լայն արեալով, որովհետև մենք հիմա տեսնում ենք Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների վարչակազմի երկխոսության process, որը անկասկած ներառում է նաեւ Կովկասյան ռեգիոնը, ոչ միայն, բայց նաեւ Կովկասյան ռեգիոնը, որովհետև տպավորությունը թե երկխոսությունը միայն Ուկրաինայի թեմայով է, դա այդպես չէ իհարկե։ Եվ Եվրամիության համար արդեն այս խնդիրը ունի շատ ավելի լայն համատեքստ, ոչ միայն Ռուսաստանին հակազդեցություն, այլ նաև հենց ռուս-ամերիկյան հնարավոր երկխոսությանը եւ այլն։ Եվ այստեղ արդեն այդ ամեն այդ ձևակերպման տակ ամեն ինչ կարող են իրենք անցկացնել, մանևրել, ինչ որ հասկացությունների հետ նենգափոխումներ, աճպարարություն եւ այլն, եւ առավելագույնս նվազ պատասխանատվություն ունենալ Հայաստանի հասարակության առաջ, դե հասկանալի է իրենց խնդիրը դա չէ, Հայաստանի հասարակության խնդիրն է պատասխանատվության տակ դնել թե իրենց, թե Հայաստանի բնականաբար առաջին հերթին Հայաստանի կառավարությանը։
Հիմա Հայաստանի իշխանությունն է դիմել։ Ինչ խնդիր էր տեսնում Հայաստանի իշխանությունը, որ կարծում է, որ պետք է Եվրամիությունը օգնի։ Մինչ այդ ասում էին, որ այս ընդդիմությունը իրենից ոչինչ չի ներկայացնում, գանձ է իրենց համար։ Հիմա փաստորեն իրենք կարծում են, որ պետք է Ես նշեցի, առաջին հերթին է ձևակերպման տակ փող են վերցնում Եվրամիությունից 15 միլիոն եվրոն, ինչի մասին հայտարարվել է, քիչ փող չէ։ Եվ դա փաստացի, ինչպես նշեցի, դե ֆակտո ընտրակաշառքի փող է, այսինքն բնական է ձևակերպվելու է որպես, չգիտեմ, խոսքի ազատությանն ուղղված, մամուլի ազատության, կարծիքի ազատության, չգիտեմ, հիբրիդային հարձակումներից պաշտպանելու, բայց գնալու է որոշակի խողովակներով եւ այդ լոյալ խողովակների միջոցով մոտիվացված մի ինչ-որ շրջանակ է ձևավորվելու քաղաքական արդյունքի տեսանկյունից։ Բայց արդյունք պետք է ցույց տան։ Գումարը որ վերցրել են։ Խոսքը նկատի ունեմ ընտրական արդյունքի մասին։ Ոչ մի արդյունք էլ մինչև հիմա ինչ արդյունք են ցույց տվել։ Կալանավորումներ անեն, հարյուրավոր միլիոն եվրոներ են եկել Հայաստան։ Հարյուրավոր միլիոն եվրոներ են եկել Հայաստան եւ գնացել այդ վերամբարձ նպատակներին։ Եվ ինչ արդյունք է ցույց տվել մինչև հիմա։ Եվ ինչ արդյունք է ստացել Հայաստանը ընդհանրապես այդ վերամբարձ ձևակերպումների ներքո եկած այդ հարյուրավոր միլիոն եվրոների եւ դոլարների պարագայում, բացի այն, որ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն կոչվող զգալիորեն փակ մի շրջանակ, ինչպես օրինակ Հայաստանում քաղաքականությունն է եղել փակ շրջանակ եւ մեծ հաշվով շարունակում լինել այդպիսին, նույնն էլ քաղաքացիական հասարակություն ասվածը, որ ձևավորվել է իբրև թե այդ փողերի հոսքից, եղել է փակ շրջանակ եւ գերազանցապես սպասարկել ոչ թե Հայաստանի Հանրապետության համար էական շահեր, այլ եվրոպական ստրատեգիան։ Ընդ որում սա շատ հասկանալի է, այսինքն անմիտ է մտածել, թե Եվրոպան պետք է փող տա, որ ինչ որ մեկը Հայաստանի շահերը սպասարկի։ Եվրոպան փող է տալիս, Միացյալ Նահանգները փող է տալիս եւ ընդհանրապես որևէ աշխարհակաղակական կենտրոն փող է ծախսում, որ սպասարկվեն իր շահերը։ Սա պարզից պարզ է եւ մենք չենք կարող իրենց ասել, թե ինչի եք այդպես վարվում ձեր փողերի հետ։ Մենք պետք է մեր վարքագիծը քննենք։ Մենք պետք է մեր կյանքում սահմանենք նշաձողեր որպես հասարակություն, որpիսի նաև այդ արտաքին փողերը երբ ծախսվեն արդեն մեր նշաձողերին համապատասխան կամ չծախսվեն, այսինքն ծախսողը մտածի, որ եթե այս նշաձողերին համապատասխան չի լինելու իմ ներդրումը, չգիտեմ, հիբրիդայինի տակ կլինի, ինչի տակ կլինի, ես չեմ կարող այդ ներդրումն անել, որովհետև դա չի ունենա էֆեկտիվություն, նաև իմ համար հայ հասարակության ընկալման տեսանկյունից։ Այս հարցերում ես կարծում եմ մեր հասարակական պետական խնդիրը սա պետք է լինի, դե պետական խնդրի իմաստով մենք տեսնում ենք հիմա կառավարող ուժը ոչ մի պետական խնդիր իր առաջ չի դնում, բացառապես քաղաքական խնդիրներ, որոնք միտված են իշխանությունը պահպանելու։ Սա ակնհայտ է։ Մնացած քաղաքական եւ հասարակական խաղացողները դնում են իրենց առաջ պետական խնդիրներ, այդ թվում նշածս խնդիրը, սա էլ հարց է նվազագույնը։ Հիմնական մտահոգությունը, որ ինչեց այն էր, որ սա լրացնելու փորձ է եւ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խոսել իշխանության դեմ, նրանք արտաքին ազդեցության գործակալներ կհռչակվեն եւ կկալանավորվեն ընդդիմություններից առաջ։ Դե արդեն հռչակվում են այդպեսին, կամ կկալանավորվեն, կամ օրինակ այդ 15 միլիոն եվրո փողով տարբեր մեդիա խողովակներով, փորձագիտական եւ այլն կդառնան խոսքով թիրախավորման ենթակա։ Մենք տեսնում ենք, թե այդ խոսքը ինչպես կարող է դրսևորվել սոցցանցերում, այսինքն ընդհուպ հայոյանքի ձևով կամ, չգիտեմ, մարդկանց անverջ թիրախավորելով, ընտանիքներով եւ այլն, այսինքն այս ամեն ինչը ցավոք սրտի կա մեր կյանքում շատ վաղուց, այսինքն այդ իմաստով այնպես չէ, որ Եվրոպայի տված այս 15 միլիոնով ինչ որ նոր բան է լինելու, չէ, պարզապես նոր ալիք է լինելու, ինչպես նշեցի, այս ծախսը շատ կարևոր է լինելու ընտրական process-ում, ընտրական process-ը թանկ հաճույք է, մենք տեսնում ենք, որ Հայաստանի տնտեսությունը մեծ հաշվով գոյատևում է կամ ինչ որ վիճակագրություն ցույց է տալիս սուտ արտաքին գործոնների շնորհիվ, եւ այստեղ բնական է ավելորդ 15 միլիոն եվրոն քաղաքական խնդիրներ լուծելու համար, ինչպես ասում են, աչք չի ծակի քաղաքական իշխանությանը։ Հիմա Փաշինյանը ինչով է ձեռնատու իրենց, որ ուզում են անպայման Փաշինյանը վերընտրվի։ Խնդիրը չեմ կարծում, որ խնդիրը ընդհանուր առմամբ հենց Նիկոլ Փաշինյանն է։ Հարցը հետեւյալն է, Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում ամբողջապես լոյալ է եղել իրենց քաղաքական նպատակներին։ Ամենայն դեպս 20 թվականից հետո գործնականում Նիկոլ Փաշինյանը ապահովել է այն խնդիրների լուծումը, որ իր առաջ դրել է Եվրոպական միությունը։ Եվ այս տեսանկյունից բնական է, ինչպես
ես հիմա ռուսական այդ խոսքը բերեմ, կանյեյ նապիրի պրավենի մինյայութ, այդ հայտնի արտահայտությունը, հիմա Եվրամիությունը առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, ինչու փոխել Նիկոլ Փաշինյանին, եթե ոչ միայն խնդիրներ չի առաջացնում, կամ ինչու չպահպանել, չաշխատել Նիկոլ Փաշինյանին պահպանելի ուղղությամբ, եթե նա միջև հիմա գուցե ոչ բացարձակ արդյունավետությամբ, բայց շոշափելի արդյունավետությամբ իրենց համար ստեղծել է իրենց քաղաքականությունը առաջ տանելու պայմաններ, այդ թվում աշխարհաքաղաքականության իմաստով, եւ շարունակում է գտնվել այդ ընդհանուր դիրքավորման մեջ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը այդտեղ իրենց համար կառաջացնի խնդիրներ, կամ իրենք սկսեն լրջորեն մտահոգվել, որ Փաշինյանը այլևս այն դինամիկայով կամ գործակցով չէ, որ դիրքավորվել է իրենց խնդիրների եւ շահերի համատեքստում, որքան իրենց ձեռնտու է, այդ դեպքում իրենք սկսեն նկատել օրինակ Հայաստանում ժողովրդավարության խնդիրներ, ժողովրդավարությունից նահանջի հարցեր եւ այլն եւ այլն։ Սա շատ պարզ մեխանիզմ է ցավոք սրտի։ Իսկ մեր հարաբերությունները Եվրամիության հետ տեսնում եք, որ ընդլայնվում է ավելի եւ նոր էջ է բացվում, ինչպես որ իշխանությունն է ասում, արտաքին գործերի նախարարն էր Բրյուսելում, հետո արդեն Գերմանիա գնաց։ Խոսքերով, հռչակագրերով, այո, մենք տեսնում ենք, չգիտեմ, հիմա արդեն կարծես թե շաբաթը մեկ եվրոպական մի երկրի հետ մենք ռազմավարական գործընկերության հռչակագիր ենք ստորագրում, բառացիորեն 2-3 օր առաջ Լյուքսեմբուրգի հետ ստորագրեցինք այդպիսի ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Նա տպավորություն է, որ այդպես փորձ է արվում ստանալ մի մեծ դիվանագիտական առաջընթացի դրսևորում, բայց մենք տեսնում ենք, որ իրական հողի վրա, որտեղ Հայաստանի Հանրապետության շահերն են, լրիվ հակառակ տրամաբանությունն է։ Հիմա Լյուքսեմբուրգի հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատում, դրան զուգահեռ Գերմանիայում անում ենք հայտարարություններ, որոնք Ադրբեջանի ռազմավարական նպատակներն են սպասարկում Հայաստանի Հանրապետության հանդեպ ռազմավարական գերակայություն հաստատելու այդ քաղաքականության շրջանակում։ Հիմա դնենք այս ամեն ինչը կշռի վրա։ Մեզ պետք է Լյուքսեմբուրգի հետ ռազմավարական գործընկերություն, որը հաստատում են, որովհետև Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններում ունի այս քաղաքականությունը։ Ինչու՞, որովհետև Եվրամիության հանձնակատար Մարթա Կոսը, որը հարևանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատարն է, շատ պարզ հայտարարեց օրեր առաջ, որ իրենք դիտարկում են Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա եւ Եվրամիություն քառակողմ ձևաչափ ստեղծելու հարցեր։ Սա կրկնեմ իրենց աշխարհաքաղաքական շահերի տրամաբանությունն է եւ այդ շահերի ուղղությամբ իրենք թե փող են ծախսում, թե քաղաքական աջակցություն են ցուցաբերում, քանի դեռ Երևանը այս տրամաբանության մեջ է։ Եվ Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը, որն ամբողջապես լոյալ է ադրբեջանական այդ հավակնությունների նկատմամբ, գոնե առայժմ բավարարում է Եվրամիությանը, հենց դրա համար է նաև աջակցությունը, որովհետև դա Եվրամիության ընդհանուր աշխարհաքաղաքական պատկերացման մեջ է։ Ընդ որում, այստեղ նաև ասեմ, որ շատ մեծ հակասություն թվում է, թե կարող է որոշակի տարօրինակ լինել, բայց շատ մեծ հակասություն չկա նաև Ռուսաստանի մոտեցումների հետ, որովհետև այնպես չէ, որ Ռուսաստանը այլ տրամաբանությամբ գործընթաց է ուզում Կովկասում։ Խնդիրն այն է, որ բոլորը ուզում են, որպեսզի այդ տրամաբանությամբ գործընթացը լինի առավելապես իրենց քաղաքական ազդեցության ներքո։ Եվ այդ համատեքստում, երբ օրինակ հայտարարվում է, թե Եվրամիությունը, Հայաստանը Եվրամիությունից օգնություն է խնդրում Ռուսաստանի ինչ-որ հիբրիդային գրոհներից պաշտպանվելու համար, ո՞րն է հիբրիդային գրոհը Ռուսաստանի։ Այն, որ Հայաստանին 15000 չինական էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու նոր քվոտա են տվել, դա է հիբրիդային գրոհը։ Հիմա դա Հայաստանի դեմ հիբրիդային գրոհ է, թե հակառակը։ Եթե Մոսկվան խնդիր ունենար Հայաստանի ներկայիս քաղաքականության հետ եւ պաշտոնական Երևանի հետ, կտար այդպիսի տնտեսական պրեֆերենցիաների հնարավորություն։ Ես կարծում եմ ոչ։ Առնվազն մենք կտեսնեինք, որ այդտեղ լուրջ խնդիրներ են առաջացնում։ Այսինքն այս պայքարը կա, հետեւաբար այստեղ պարզ պետք է հասկանանք, որ ընդհանրապես գերտերությունների պայքար է արկա տրամաբանության շրջանակում Հայաստանի վրա քաղաքական ազդեցության համար։ Թրիփի հետ կապված ինչ կարող է լինել, Ադրբեջանից ասում են, որ պետք է Եվրամիությունը մասնակցություն ունենա։ Օրերս Ռուսաստանից էին խոսել, որ առաջարկում են Հայաստանի հետ քննարկեն Թրիփում իրենց ներկայությունը, հետո կանդրադառնանք Իրանից հնչող հայտարարություններին։ Դե ըստ էության նույն իրավիճակն է, այսինքն ձևավորվել է մի նոր ստատուս քվո, Թրիփը արձանագրել է մի նոր ստատուս քվո կամ մեկնակետ։ Եվ դրա վրա շարունակվելու է աշխարհաքաղաքական սակարկությունը, պայքարը, թե ինչ կոմբինացիայով պետք է աշխատի այդ կոմունիկացիոն նախագիծը։ Եվրամիության մասին խոսք չկար։
Ադրբեջանը այդ Բուն թեման փաստաթղթի մեջ բացեց։ Եվրամիության մեջ դե Ադրբեջանը թեման բացում է, որովհետև Ադրբեջանը տեսնում է այդ մրցակցությունը աշխարհաքաղաքական եւ իրենք փորձում են անընդհատ այդ տարբեր կողմերի հետ խաղալ։ Երևանն էլ մենք տեսնում ենք փորձում է տարբեր կողմերի հետ աշխատել, բայց ամբողջ հարցն այն է, որ Երևանը այդտեղ գնում է աշխատելու Հայաստանի շահերը դնելով որպես խաղաքարտ ոչ թե որպես նպատակ սպասարկելու, այլ որպես խաղաքարտ իրենց քաղաքական շահերը սպասարկելու։ Կրկնեմ, այս իշխանությունը պահպանելու, խնդիրը լուծելու տեսանկյունից։ Հիմա ինչ կանեն 26-ից հետո, եթե այդ խնդիրը լուծեն։ Դրանից հետո արդյոք Երևանը կսկսի մի քիչ փոխել իր քաղաքականության տրամաբանությունը, թե լավատեսական, շատ լավատեսական այսպես սցենար պատկերացնենք։ Սա հարց է, բայց առայժմ էս է տրամաբանությունը։ Օրինակ թիմից բացատրում են, որ սա ընդամենը բիզնես պրոյեկտ է։ Օրինակ երեք Սարգիս Խանդանյանը, ով ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, ասում էր, որ սա բիզնես պրոյեկտ է, պետք է քննարկենք, երբ հարցն չեսպես, որ Ռուսաստան ուզում է ձեզ հետ քննարկել, ասում է պետք է ԱՄՆ-ն էլ համաձայնություն տա։ Խորհրդանի մեծամասնության որևէ պատգամավոր պատկերացնում է, թե ինչ քաղաքական process-ներ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար չեմ կարծում, որ այդ արտահայտությունները որևէ էական առնչություն ունեն իրականության հետ։ Արտահայտության հեղինակների հանդեպ առանց որևէ անձնական գնահատականի, բայց չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը իր արտաքին հարաբերությունները, հենց իր արտաքին հարաբերությունները ներկայացնում է խորհրդանին այնպես ինչպես կա եւ այնտեղ պատկերացում ունեն, թե ինչ է կատարվում, ինչ է խոսում Նիկոլ Փաշինյանը տարբեր կենտրոններում։ Պատգամավորներն ասում են, մենք չենք իմացել, որ 2019-ին առաջարկ է եղել Արցախի հարցի, ադրբեջանական Արցախի հարցի կարգավորման, բայց ամեն դեպքում թույլ կտան, որպեսզի Ռուսաստանը մասնակցի, դուք ինչ եք կարծում։ Հայաստանը թույլ տա։ Այո։ Ես կարծում եմ Հայաստանն այսօր թույլ տալ չտալու որևէ ռեսուրս դժբախտաբար չունի, ոչ միայն Ռուսաստանին, այլ ընդհանրապես որևէ մեկին։ Հետաբար Ռուսաստանի մասնակցության հարցը կվճռվի Միացյալ Նահանգների հետ կամ այսպես ասեմ Թրամփ-Պուտին այդ երկխոսության այդ գործընթացով զգալիորեն։ Չեմ ասի միայն դրանով, բայց զգալիորեն այդ գործընթացում։ Եվ ես այս հանգամանքը բազմիցս եմ ուշադրության արժանացրել։ Սրա մասին գրեթե ոչ ոք չի խոսում Հայաստանում։ Օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանում այսպես քարոզչական մեծ բան գնաց, արշավ գնաց, հատկապես այսպես կոչված արևմտամետ կամ չգիտեմ եվրոպամետ տիրույթից, որ սա Ռուսաստանի դուրս մղման գործընթացներ եւ այլն եւ այլն։ Դե մենք շատ վաղուց գիտենք, որ Հայաստանում ցավոք սրտի այդ եվրատլանտյան օրակարգ ասվածը բերել հասցրել են բանալ հակառուսականության կամ ինչ որ եվրոպական պաշտամունքի կամ ամերիկյան պաշտամունքի։ Գործնականում որևէ մեկը չի նկատում, որ ընդամենը 2 օր առաջ, օգոստոսի 8-ից 2 օր առաջ, Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը այսօրվա Միացյալ Նահանգների վարչակազմում Թրամփի թերևս ամենավստահելի մարդկանցից մեկն է, եւ սա է նաեւ պատճառը, որ Ուիթքոֆն է բոլոր կարևոր բանակցությունների առաջնագծում։ Նաեւ անվտանգության ղեկավարներ ազգային անվտանգության իրենց։ Չէ, Ուիթքոֆը հատուկ բանագնացն է, ընդ որում մերձավոր արևելքի հարցերով, բայց տեսնում ենք ներգրաված է ամենատարբեր ուղղություններով բանակցության մեջ։ Ընդամենը 2 օր առաջ օգոստոսի 6-ին Ուիթքոֆը Մոսկվայում էր 3.5 ժամ բանակցություն Պուտինի հետ, որից հետո հայտարարվեց, որ համաձայնեցրել են Ալյասկայի հանդիպումը։ Սա նշանակում է, որ առարկայական համաձայնություններ են եղել։ Եթե Պուտին-Թրամփ հանդիպում է կազմակերպվում, սա նշանակում է էական համաձայնությունների հիմք կա ուրեմն։ 2 օր առաջ այդպիսի համաձայնությունից հետո, արդյոք 2 օր հետո Վաշինգտոնում կարող էր կայացվել մի այնպիսի համաձայնություն կամ գործարք, ինչպես Թրամփն է ասում, որը ռազմավարական հարված է Ռուսաստանին։ Ես ամենայն դեպս չեմ պատկերացնում, որ կարող է լինել այդպիսի ժամանակագրություն։ Հետեւաբար, երբ այստեղ խոսում ենք այն մասին, որ այդ Թրամփի ուղին այս կողմին դուրս թողեց, մյուսին դուրս թողեց եւ այլն, ես կարծում եմ դա շատ վաղ է։ Ընդ որում նույնը Եվրամիության դուրս մնալու մասին խոսքերն են շատ վաղ, որովհետեւ նշում եմ, Թրամփի ուղու վրա դեռ շարունակվելու է պայքարը, ինչ որ նոր մեկնակետ է հաստատվել այդ եռակողմով, չեղարկվեց կամ փաստաթղթային իմաստով դուրս մնաց նոյեմբերի 9-ի այդ եռակողմը, որն էր ձևավորել հետպատերազմյան իրավիճակը, իրողությունները Կովկասում, այդ իրողությունները դե ֆակտո դադարեցին գոյություն ունենալ, եւ հիմա դե յուրե պարզապես ձևակերպվեց այդ Թրամփի ուղին։ Սա չի նշանակում, որ իրավիճակը հետո չի կարող շրջվել եւ ինչ որ իմաստով հետ գնալ դեպի նոյեմբերի 9-ը կամ տրանսֆորմացվել։ Բայց կրկնում եմ, այստեղ ամեն ինչ դեռ բաց պայքարի փուլում է եւ այդ Թրամփի ուղին դեռ ոչ մի բանի արձանագրում չէ, այլ ընդամենը մի նոր զարգացման մեկնակետ։
Բայց ամեն դեպքում Ռուսաստանից խոսել էին ռուս համանապահների ներկայության մասին եւ այլն, այսինքն նույն տրամաբանությամբ են պատկերացնում իրենք այդ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ Ես չգիտեմ կետի։ ինչ տրամաբանությամբ են պատկերացնում, ամենայն դեպս մանրամասների չեմ տիրապետում, բայց այն որ Թրամփի ուղի նախագիծը կարող է աշխատել Հայաստանի շահերին համահունչ միայն եթե ունենա ռեգիոնալ բոլոր շահառուների բալանսավորվածություն, սա ինձ համար կասկածից վեր է եւ սա նշանակում է նաեւ ունենալ Ռուսաստանի եւ Իրանի շահերի ու հետաքրքրությունների հանդեպ որոշակիորեն համադրված ծրագիր, համադրված նախագիծ։ Եթե սա չլինի, այդ նախագիծը ոչ միայն չի կարող արդյունավետ աշխատել, այլ եթե անգամ աշխատի, ինքը կաշխատի արդեն այդ ականապատ ժամացույցի այդ սկզբունքով, այսինքն այդ ժամանակը աշխատանքի կմոտեցնի ավելի շուտ պայթյուն եւ ոչ թե կամրապնդի խաղաղություն։ Իսկ Իրանի հետ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, այնտեղից ասում են, որ սա ոչ թե ուղղակի ճանապարհ է, այլ Զանգեզուրի միջանցքն է, ՆԱՏՕ-ն կարող է այնտեղ լինել, անվտանգային խնդիրներ առաջանալ։ Իրանը անկասկած ունի մտահոգություն եւ 2 օր առաջ այդ վիլայաթի հայտարարությունը Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը, որ սա նույն Զանգեզուրյան միջանցքն է եւ մենք կտրականապես դեմ ենք, բնականաբար այդ ուղիղությամբ եւ այդ հստակությամբ այն էլ Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը չէր ասվի պարզապես ասելու համար, ըստ այդմ պետք է եզրակացնել, որ Իրանը ստացել է որոշակի նոր տեղեկատվություն, որն անհանգստացրել է իրեն եւ արտահայտվել է այդ անհանգստությունը, որում նկատենք, որ պաշտոնական Երևանից արձագանք առ այս պահը չկա, արդեն 2 օր անցել է եւ գործնականում ոչ արձագանք կա, ոչ հայ-իրանական կոմունիկացիա, չգիտեմ, արտաքին գործերի նախարարների կամ վարչապետ նախագահ այս մակարդակով։ Սա նշանակում է, որ ինչ որ առարկայական հարց է առաջացել։ Ինչ տրամաբանությամբ կարող է լինել, այստեղ դիտարկումներ կարող ենք անել ամենատարբեր կերպ, բայց Իրանի դիրքորոշումը արտահայտված է շատ հստակ, ընդ որում երբ Իրանը իր, այսպես ասենք, շատ նրբազգաց քաղաքական ոճի մեջ դրսևորում է այսպիսի հատուկ ձևակերպումներ, սա նշանակում է, որ խնդիրը իսկապես էական է։ Հիմա ինչպիսին է, գուցե հնարավոր կլինի շոշափել զարգացումներին հետևելով եւ հնարավոր է լինեն ինչ-որ նոր դրսևորումներ, հայտարարություններ կամ ինչ-որ իրադարձություններ, որոնք մեզ թույլ կտան ավելի ճշգրիտ հասկանալ, թե ինչն է խնդիրը Իրանի համար։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ Իրանի գերագույն առաջնորդի այդ խորհրդական վիլայաթի այդ հայտարարությունից հետո հիմա փաստորեն Երևանում տեղի է ունենում ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի համար ժամանել է Օվերչուկը, գիտենք Օվերչուկը նաև այդ կոմունիկացիաների հարցով աշխատող փոխվարչապետն է եւ չեմ բացառում, որ այստեղ ռուս-իրանական կոմունիկացիայի նաև որոշակի տրանսլյացիա կարող է իրականացնել Օվերչուկը Երևանում իր հանդիպումների ընթացքում։ Դուք կարծում եք հնարավոր է այնպիսի որոշում կայացվի Թրամփի ճանապարհի մասով, որ իսկապես բոլոր կողմերին բավարարի։ Հնարավոր է այսքան լարված իրավիճակ Արևմուտք Ռուսաստան բնական է բոլոր կողմերին բավարարող որոշումներ չեն լինում, բայց պետք է լինի գոնե առանցքային դերակատար կողմերի միջև բալանսավորված մոտեցում։ Այսինքն չի կարող լինել մոտեցում, որը բավարարի մեկ կողմի կամ մի քանի կողմի միաժամանակ չբավարարելով գետնի վրա ազդեցություն ունեցող առանցքային կողմերի շահերը։ Ենթադրենք, եթե այս Թրամփի ուղի տարբերակում չբավարարվեն Եվրամիության շահերը, բնական է Եվրամիությունը կփորձի դրանք առաջ տանել, պաշտպանել եւ այլն, բայց գետնի վրա Եվրամիության ազդեցությունն այնպեսին չէ, ինչպիսին օրինակ Իրանի եւ Ռուսաստանի ազդեցությունը։ Ընդ որում այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանավորվելու կարողության իմաստով սա շատ էական է։ Այսինքն, եթե իրենք տեսնեն, որ իրենց շահերը պաշտպանելու առավելագույն նպաստավոր տարբերակը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ պայմանավորվելն է, իրենք դա ելի ավելի լավ են անելու, քան Եվրամիությունը կարող է անել։ Հետևաբար սա եւս մեզ պետք է մտահոգի, որովհետեւ եթե իրենք դա անեն, իրենց շահերը պաշտպանելու տարբերակ, միակ տարբերակ տեսնեն հենց դա, անելու են եւ դարձյալ մեր հաշվին։ Մենք էլի կարող ենք նստել եւ տարբեր շրջանակներ, մեկը, չգիտեմ, կսկսի Ռուսաստանին հայոյելով իր միավորները հավաքել, մյուսը Թրամփին կամ Եվրոպային պաշտելով իր միավորները հավաքել եւ այլն եւ այլն։ Բայց գետնի վրա կունենանք այն պատկերը, որ դարձյալ
այս ռեգիոնի հիմնական խաղացողները կպայմանավորվեն միմյանց հետ մեր հաշվին, որովհետև մենք մտածել ենք, որ ավելի լավ է պայմանավորվել կամ չգիտեմ առաջնորդվել եվրոպական մոտեցումներով Եվրամիության հետ եւ անտեսել այստեղ ռեգիոնալ մյուս դերակատարների շահերը։ Սա կնշանակի պարզապես անմիտ քաղաքականություն, առավել եւս այն ամենից հետո, ինչ տեղի ունեցել մեզ հետ։ Կրկնեմ, այստեղ աշխարհաքաղաքական ճաշակի կամ քիմքի հարց չէ։ Այստեղ Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցն է եւ այդ հարցին պետք է մոտենալ չափազանց լրջորեն։ Դեպ Իրանից ասում են, որ անվտանգային հարցեր առաջացնում։ Դուք ռազմական գործողությունների նաեւ վտանգ տեսնում եք, որ հնարավոր է, եթե անտեսվի անընդհատ Իրանի հայտարարությունները, ինչ որ գործողությունների գնան։ Խնդիրը հետեւյալն է, երբ որևէ հարց չի լուծվում քաղաքական ճանապարհով, դրա լուծումը ի վերջո տեղի ունենում ռազմական ճանապարհով։ Հիմա հարցը հետեւյալն է. քաղաքական ճանապարհով լուծվելիք հարցերի շրջանակում մենք որքանով ենք կարողանում մեր շահերը դնել այդ լուծման սեղանին եւ պաշտպանել դրանք։ Դրանից է նաեւ կախված հետո ռազմական լուծման հեռանկարները բարձր կլինեն թե ցածր, որովհետեւ եթե մենք կարողանանք մեր շահերը իսկապես փաստարկված, բացատրված ներկայացնել, անգամ դրա հետ համաձայն չլինելու դեպքում խոշոր խաղացողները այդուհանդերձ հաշվի կնստեն դրա հետ։ Հարցն այն է, դու կաս այդ սեղանի շուրջ, թե դու մտածում ես, դե այս սեղանում ինչ տեղի է ունենում, դա ես կփորձեմ այդտեղ տեղի ունեցողին հակազդել մի ուրիշ սեղանի շուրջ ինչ որ քննարկումներով։ Բոլոր սեղանների շուրջ պետք է ձգտել լինել իհարկե, բայց կրկնեմ, երբ անմիջականորեն մեր ռեգիոնում գետնի վրա եղած իրողությունները մենք հաշվի չենք առնում, ի վերջո ռեգիոնի մյուս դերակատարները պայմանավորվում են մեր հաշվին։ Սա շատ լուրջ հարց է եւ այստեղ կրկնեմ, հետո ինչ որ մարդիկ իրենց աշխարհաքաղաքական ճաշակները կբավարարեն, բայց այն ինչ կորուստները կլինեն, այդ կորուստները կլինեն Հայաստանի կորուստները։ Ես չեմ ուզում ինչ որ մութ գույներով ներկայացնել, բայց կա իրողությունների տրամաբանություն եւ այդ տրամաբանությունը պետք է հասկանալ։ Սա է հարցը։ Եվ Թուրքիայի հետ կապված Էրդողանն ասել է, որ մյուս տարվա սկիզբ հնարավոր է, որ խորհրդանշական քայլեր իրենց կողմից տարվի Հայաստանի հետ հարաբերություններում, ինչ է սա ենթադրում։ Դե կարծում եմ Թուրքիան ինչ որ քայլեր կանի, որը պաշտոնական Երևանին հնարավորություն կտա դա ներկայացնել որպես հերթական դիվանագիտական հաջողություն, որպես խաղաղության վկայություն եւ այլն։ Բայց պատասխանը հենց Էրդողանի ձևակերպումն է անցակետի բացում երրորդ երկրների քաղաքացիների համար, ընդ որում սա այստեղ նշանակում է, որ հնարավոր է Հայաստանի միջոցով, Հայաստանի տարածքով տարանցիկ ինչ որ սխեմա աշխատի, օրինակ այն սխեման, որ հիմա գործարկվում է Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, օրինակ այդ Ցորենը, որ եկավ, հիմա ասում են նաև այլ բեռներ կա, դա կարող է գալ եւ ճանապարհվել դեպի Կարս Գյումրի եւ Թուրքիան եւս ներգրավի այդտեղ։ Սա կրկնեմ, Հայաստանին թույլ կտա քարոզչական դաշտում ներկայացնել որպես հաջողություն, խաղաղության հաստատում եւ այլն։ Գործնականում հայ-թուրքական հարաբերության կարգավորման մասին խոսք չի լինի եւ սահմանը բացելու մասին խոսք չի լինի, որովհետեւ դա չի նշանակում սահման բացել, բայց ինչպես ասում են, բոլորը գող կլինեն եւ բուն պատասխանը հենց Էրդողանի ձևակերպման մեջ է, խորհրդանշական քայլեր կարվեն, այսինքն Հայաստանի համար, Հայաստանի Հանրապետության համար դա իսկապես կլինի խորհրդանշական իմաստ պարունակող գործողություն։ Բայց մեր արդյոք նպատակը միայն խորհրդանշական քայլեր այնտեղից ստանալն է։ Հիմա պետական իշխանություն կրող քաղաքական ուժի նպատակը իր իշխանությունը պահելն է։ Այդ պահելու հարցը լուծել կամ չլուծելուց հետո ինչ կլինի, սա կարող ենք դիտարկել, տարբեր սցենարներ կարող են լինել։ Հիմա ես կարծում եմ, այդտեղ ոչ մի պետական նպատակ կամ պետական նպատակ կարող է լինել այնքանով, որքանով դա նպաստի իշխանության պահպանման նպատակին, ծառայի իշխանության պահպանման նպատակին։ Առայժմ այդ իշխանության պահպանման նպատակը պահանջում է իրենցից լոյալ լինել շրջանակով Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումներին, որը վայելում է նաև Եվրամիության աջակցությունը, որի հանդեպ ըստ էության խոշոր հաշվով լոյալ է Ռուսաստանը, Միացյալ Նահանգների համար ընդհանրապես այստեղ տեղի ունեցողը նույնիսկ մենք այդպես չափազանցեցնում ենք, որ ինչ որ կարևոր նշանակություն ունի։ Թրամփի վարչակազմը օրեր առաջ թարմացրեց իրենց ազգային անվտանգության ռազմավարությունը եւ այդ ռազմավարության մեջ որևէ խոսք չկա Կովկասի մասին, այսինքն Կովկասը որպես ազգային անվտանգության ուղղություն Միացյալ Նահանգների համար ներկայացված չէ Թրամփի վարչակազմի այդ
փաստաթղթում մոտ 30 էջանոց փաստաթուղթ էր, սա արդեն իսկ բավական խոսուն է, թե ինչի հետ մենք գործ ունենք ընդհանրապես։ Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները ոնց կգնահատեք, այնտեղից անընդհատ սաստկացնող հայտարարությունները շարունակվում են, պահանջները Ադրբեջանը մի կողմից այսպես կարկանդակն է տալիս, ցույց տալով կամ հնարավորություն տալով Նիկոլ Փաշինյանին խաղաղության օրինակներ մատուցել հայ հանրությանը, մյուս կողմից մտրակի սկզբունքով հիշեցնում է դրա գինը, այն քաղաքական պայմանները եւ պահանջները, որ մենք պարբերաբար լսում ենք Ալիևի ելույթներում, որոնցից իրենք չեն հրաժարվելու, իրենք հետևողական գնում են ցավոք սրտի։ Այդ թվում նաեւ ադրբեջանցիների գալու հարցը։ Այդ թվում նաեւ առաջիններից մեկը ադրբեջանցիների գալու հարցը, հիմա իրենք հենց այդ խնդիրն են փորձում լուծել, կոնֆլիկտը իրենց տարածքում կոնֆլիկտը համարում են, որ լուծեցին, հանեցին իրենց տարածքից կոնֆլիկտը, հիմա խնդիր են լուծում կոնֆլիկտը տեղափոխել արդեն Հայաստանի տարածք։ Փաշինյանը Գերմանիայում առաջարկում էր, ասում էր մենք փակենք արցախցիների վերադարձի հարցը, դուք էլ փակեք այդ հարցը։ Որ ադրբեջանցիները չեն համաձայնելու եւ սա նշանակում է, որ Փաշինյանի այդ հայտարարությունը տողատակի իմաստով, եթե պարզ է, որ չեն համաձայնելու, ստեղծում է լեգիտիմություն Ադրբեջանի այդ մտածածին իրավունքի նկատմամբ, որովհետեւ հավասարության մեջ է դնում արցախցիների բնական օբյեկտիվ օրինաչափ, միջազգայինորեն օրինաչափ իրավունքի հանդեպ։ Բայց նույնիսկ այդ դեպքում չեն համաձայնվում։ Եվ որ անհամատեղելի է։ Կասեն, ես կարծում եմ Ադրբեջանը կասի, դե թող վերադառնան արցախցիները, որպես Ադրբեջանի քաղաքացի եւ ապրեն այստեղ։ Ինչը վաղուց էր ասում Ալիևը։ Ասում են, այո։ Մենք էլ համաձայն ենք գնալ Հայաստան ապրել որպես Հայաստանի քաղաքացի։ Ամբողջ հարցն այն է, որ երբ կա ուժային շատ մեծ դիսբալանս, այն ռեսուրսը, որ ունի Ադրբեջանը, այդ ադրբեջանցիների վերադարձ ասելով, դա Հայաստանի համար չափազանց վտանգավոր է, որովհետև Ադրբեջանը ունի այդ ռեսուրսը աշխատեցնելու հնարավորություն։ Հայաստանը դա չունի արցախցիների պարագայում, որ արցախցին է գնալու Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով ապրելու Ադրբեջանում։ Իսկ ադրբեջանցիներ վարչահրամայական մեթոդով Հայաստան կգան։ Ավելին, շատ մեծ հարց է, իսկ եկողները կլինեն ադրբեջանցիներ, թե օրինակ Թուրքիայի հովանու ներքո գտնվող մերձարևելյան ազդեցության որոշակի գոտիներից տարբեր խմբավորումներ, որոնք կարող են փաստաթղթավորվել որպես ադրբեջանցիների ժառանգներ Հայաստանից հեռացած եւ գալ Հայաստան։ Այս հարցերը կան եւ ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս օրակարգից չի հրաժարվի։ Հետեւաբար մենք պետք է մտածենք որպես պետություն, թե ինչպես ենք չեզոքացնում այս օրակարգը, որ թե հավասարության նշան ստեղծում արցախցիների իրավունքների միջեւ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էր։ Շարունակեք հետևել, կհանդիպենք։